Եթե ինչ-որ սխալի մեջ եք և հիմա դառնաք Տիրոջը, ապաշխարեք, խնդրեք նրա ողորմությունը, Աստված նորից կօրհնի ձեզ, նորից կվերականգնի և ճիշտ ճանապարհի մեջ ձեզ կկանգնեցնի, ուղիղ ճանապարհով ձեզ կտանի և թող Տերը ողորմություն անի ու մեզ ազատի մեր ամեն մեղքերից, ամեն սխալներից, ամեն շտապողական իրավիճակներից, որ շտապել ենք ու ինչ-որ բաներ ենք արել, ոնց որ Աբրահամը Իսմայելի իրավիճակում շտապեց և ծնեց մեկին, որը դառավ փորձություն իր ազգի համար։ Եթե կա այդպիսի իրավիճակներ, ապաշխարեք և խնդրեք, որ այսուհետև Աստված ձեզ տանի ճշմարիտ ճանապարհի մեջ, ուղիղ ճանապարհների մեջ, ու թող Տերը առաջնորդի ձեզ, նա գնա ձեր առջևից և ձեր ճանապարհը նա հարթեցնի, որտև Տիրոջ ապավինողները երբեք ամոթով չեն մնա, որտև Աստծո խոսքը ասում է, առաջ նրա արդարությունն ու արքայությունը փնտրեք ու մնացածը կտրվի ու կավելանա ձեզ։ Եթե դուք այսօր նրա արդարության ու արքայության մասին եք մտածում, Աստված կհոգա ձեր բոլոր կարիքները և ձեր սպասած պատասխանի համար, երբ որ դուք աղոթում ու աղաղակում եք, Աստված ժամանակին դուռ կբացի, ինչպես Դանիելը, երբ որ աղոթում էր, ուշացավ, բայց 21 օր հետո եկավ պատասխանը, որովհետև Աստված ուղարկում է իր փրկությունը ամեն մեկիս համար, ամեն։